1988 թվականից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է միավ վարակի 2214 դեպք, որոնցից 334-ը 2014 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր տարիների համեմատ։ 2015 թվականի 11 ամսվա ընթացքում արձանագրվել է միավ վարակի 261 դեպք։ Մեր հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 2000 թվականից։ 2000-ից մինչև 2008 թվականը կատարված 13400 հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 3 դեպք։ Իսկ սկսած 2009 թվականից մինչև դեկտեմբերի 1-ը 2015 թվականը կատարվել է 33000 հետազոտություններ եւ հայտնաբերվել է 53 նոր դեպք։ Միայն 2015 թվականի 11 ամսվա ընթացքում մեր հանրապետությունում հայտնաբերվել է միավի 8 դեպք։ 53 վարակակիրներից 21-ը կանայք են, 29 տղամարդ, 3-ը երեխաներ։ Վարակվածության դեպքերի աճը պայմանավորված է լաբորատոր հետազոտությունների աճով։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՁԻԱՀ լաբորատորիայում իրականացվում է արյան շիճուկի շրջաբանական հետազոտություն։ Միավի կանխարգելման այս տարվա պետական ծրագրին հատկացվել է 6 միլիոն դրամ։ Կանայք են հետազոտվում, կա մի շարք հիվանդություններ, ցանկը ունեն բոլոր բուժհիմնարկները, որ այդ ձևի հիվանդներ գալիս են բուժման, անպայման այդ հիվանդների արյունը ուղարկում են մեր մոտ հետազոտման։ Կան արյան բաժանմունք հանրապետական հիվանդանոցում եւ այնտեղ անպայման բոլոր արյունները, որ գալիս են, անպայման ՁԻԱՀ-ի նկատմամբ իրենք ունեն արագ տեստեր եւ արագ տեստերով իրենք կատարում են հետազոտությունները եւ դրական կասեմ, या կասկածելի դեպքում անպայման այդ արյունը ուղարկում են մեր մոտ եւ այդ միջոցով էլի հայտնաբերում ենք։ Ակնհայտ է, որ Հայաստանում միավի կանխարգելման մեծ փորձ է կուտակվել, ինչի շնորհիվ շոշափելի հաջողություններ են արձանագրվել բուժման ոլորտում։ Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդները անվճար բուժում են ստանում։ Այդ մարդիկ մենք վերցրել ենք դիսպանսերային հսկողության տակ, այդ մարդիկ գտնում են Երևանի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում էլի դիսպանսերային հսկողության տակ, տարին 2 անգամ գնում են այդ կենտրոնը, որտեղ կատարում է լաբորատոր հետազոտություններ։ Մորից երեխային միավի փոխանցման կանխարգելիչ բուժման շնորհիվ վերջին 5 տարվա ընթացքում վարակակիր մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում։ Մեր հաջողությունը նա է, որ մենք հետազոտում ենք բոլոր հղի կանայքներին եւ այդ խավի մոտ մենք հայտնաբերում ենք միավարակ եւ ժամանակին ենք հայտնաբերում եւ մենք ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցով հակառետրոսային վիրուս դեղամիջոցների միջոցով մենք կարող ենք ունենալ առողջ երեխա։ Միավ ՁԻԱՀ-ի համար առավել խոցելի են միջին տարիքային խմբերը։ Միավը վտանգ չի ներկայացնում առօրյա կենցաղային շփումների ընթացքում։ Հիվանդությունը փոխանցվում է ներարկիչների սեռական հարաբերության, ինչպես նաև հղի կնոջից պտղին։ Մեր երկրում հիվանդության տարածմանը խթանեց նաև միգրացիան, սակայն կենտրոնի տնօրենի խոսքով վարակը վաղուց արդեն տեղային բնույթ է կրում։ Դեպքերը գրանցվում է քաղաք Ստեփանակերտում, քաղաք Երևանում։ Վերջի տարիներին քաղաք Ստեփանակերտում շատ է գրանցվում։ Մինչ օրս հայտնաբերված չեն այնպիսի միջոցներ, որոնցով հնարավոր լինի ամբողջովին բուժել հիվանդությունը, սակայն կարելի է կանխարգելել բնակչության շրջանում բարձրացնելով իրազեկվածության մակարդակը։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր